Հունիսի 23-ին մոտ 30 րոպե առաջ ներքին գործերի նախարարությամբ Փրկարար Ծառացան 911 ինքնաժամային կառավարման ազգային կենտրոնը արձանագրել ստացվել, որ Սարգսավագի փողոցում ավտոմեքենա է պայթել, դեպքի վայր են ժամանել Երևանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները ըստ նախնական տեղեկությունների ուժասեր չկան, սակայն ավտոմեքենայում եղել է ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների ամուսինը իր կնոջ հետ եւ երբ ավտոմեքենան շարժի է դրել, տեղի ունեցել պայթյունը։ Տեղում շտաբօգնությունը առաջին օգնությունը ցուցաբերել նրանց, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց եւ մեկնել են տուն։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքերձեյթուն քննչական բաժին, որտեղից տեղեկություններով արդեն քննչական խումբը ժամանում է դեպքի վայր։ Պապիրոսով հեռու։ Գազիոտը գալիս է։ Պայթյունի հետևանքով տեսնում եք վնասվել է նաև դեղատան գովազդային ցուցանակները, ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ ուղևորի ինքնությունը։